Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, ես Արմեն Բարսեղյանն եմ, եթերում է հերթական տեսակետ հաղորդաշարը, ինչպես միշտ լայվ է եւ ինչպես միշտ կվերլուծենք վերջի շաբաթվա իրադարձությունները եւ այսօր կրկին ունենք մեր հարգարժան սիրելի Modus Vivendi տնօրենի եւ AЖB-ի խորհրդի անդամ Արա Պապյանի հետ մեր հյուրն է։ Բարև ձեզ, պարոն Պապյան, ինչպես եք։ Շնորհակալություն, որ այս ժամին դուք մեր մոտ 3 ժամվա տարբերություն է, բայց այս ժամին դուք մասնակցում եք մեր հարցազրույցին եւ թույլ տվեք AMG-ի կողմից եւ բոլոր նրանց, ովքեր ձեզ հարգում եւ սիրում են, շնորհավորել ձեր ծննդյան տարեդարձը, մաղթել ձեզ քաջ առողջություն, որովհետեւ դուք մեր հայ ազգին շատ կարեւոր անձնավորություն եք։ Մաղթում ենք ձեզ բեղնավոր աշխատանք եւ կրկին ամենակարևոր, ամենաթանկարժեքը դա առողջությունն է։ Շնորհակալություն։ Պարոն Պապյան, իրադարձությունները ինչպես տեսնում ենք, ես միշտ դա չեմ մոռանում ասել, կայծակնային ձևով են զարգանում։ Մենք տեսանք ինչպես ՀԱՊԿ-ի համաժողովը անցկացվեց Հայաստանում եւ իրադարձություններ կան, որ ձիկոչեցյալ ունենք Լավրովի լիստ, այսպես կոչված, մեր հայասպան, այսպես ասենք, անձնավորություն, որը գնաց Ստամբուլ, իմիջիալոց մինչև այդ խայտարակ եղավ, որովհետև իրեն թույլ չտվեցին Սերբիա այցելել, օդային տարածքը փակել էին իր համար, դա աննախադեպ բան է, Ռուսաստանի, այսպես ասած, երկրորդ դեմքի առջև օդ են փակում, եւ նա դրանից հետո Ստամբուլից այցելում է Հայաստան, այսօր իջել է Հայաստան, ժամանել է եւ այդ իրադարձությունների շուրջ այսօր զրուցենք, որովհետեւ այնպիսի իրադարձություններ են կատարվում, որ Հայաստանին անգամ ներքաշում են, փորձը ինձ թվում է այդպիսի փորձ են կատարվում ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանին ներքաշել անգամ Ուկրաինայի պատերազմին, որովհետև հայտարարություն եղավ այսպիսի, որ Բալոդինը այդ Պետդումայի նախագահան ասեց, որ չենք բացառում, որ խաղապահ ուժերի, այսպես ասած, մասնակցությամբ կարող է Ուկրաինայում ինչ-որ հարցեր լուծեն, խաղապահ գործողություններ։ Այս եւ այլ իրադարձությունների մասին զրուցենք ձեզ հետ։ Խոսքը ձեզ, պարոն Պապյան։ Այո, դուք ճիշտ եք, որ իրադարձությունները շատ արագ են զարգանում եւ մեծ փոփոխություններ կան։ Յուրաքանչյուր շաբաթ, անգամ յուրաքանչյուր 2-3 օր։ Ինքնին այո, այդ փաստը, որ Լավրովին թույլ չտվեցին նրա օդանավին անցնելու Բուլղարիայի, Չեռնոգորիայի եւ Հունաստանի տարածքների վրայով նշանակում է, որ Ռուսաստանի ամբողջական մեկուսացումը ավելի է խորանում, մենք դա տեսնում ենք նաև նոր փաթեթների ընդունում, բայց նաև շատ կարևոր է, որ հասկանանք, որ երկրներն էին սրանք։ Բուլղարիա, որը ըստ էության ազատություն ստացել ռուսական կայսրության աջակցությամբ, Հունաստան, որը շատ աջակցություն ստացել եւ այլն։ Բայց այդ երկրները շարժվում են իրենց ազգային պետական շահով եւ հիմա հասկանում են, որ Ռուսաստանի հետ ցանկացած հարաբերություն վնասակար է լինելու իրենց երկրի համար եւ ներկայ իշխանությունները չեն ներկայացնում ռուս ժողովրդի շահերը, ընդհակառակը գործում են ռուս ժողովրդի եւ ռուս պետականության դեմ։ Եվ այս մթնոլորտում, այս ՀԱՊԿ-ի ինչ որ խորհրդարանական վեաժողով անցկացնել Հայաստանում, ինչ որ խոսալ խաղապահների մասին եւ այլն, որևէ դրական բան դա մեզ չի խոստանում։ Ընդհակառակը Հայաստանը իր վրա դրանով հրավիրում պատժամիջոցներ, իր վրա հրավիրում այդ մեկուսացման մի մասը, առանց էլ Հայաստանը բնականորեն այնպիսի վիճակում է, այսինքն դեպի ելք չունեցող 33 պետություններից մեկն է եւ 4-ը հարևանից երկուսու հետ շտամական հարաբերություններնի սահմանը փակ է, հիմա նաեւ գնում է ինքնամեկուսացման աշխարհից։ Սա շատ վտանգավոր տենդենց է Հայաստանի համար եւ նաեւ վտանգավոր է այն առումով, որ ռուս-թուրքական մերձեցումը խորանում եւ ընդլայնվում է, մանրամասները դեռ չգիտենք Անկարայի հանդիպումից, բայց այն որ ռուսական կողմը հաստատեց, որ քննարկվել են թուրք-ադրբեջանական եւ թուրք-հայկական հարաբերությունները եւս, սա նշանակում է մենք ունենք վերադարձ 100 տարի առաջվա իրադարձություններին, երբ որ ռուսներն ու թուրքերը միասնաբար լուծում էին մեր ճակատագիրը, իսկ այդ միասնությունից երբևէ որևէ լավ բան սպասել չի կարելի։ Դրա համար էլ
ազգային ժողովրդավարական բևեռը վաղը Երևանի ժամանակով, այսինքն վաղը ժամը 18:00-ին հավաք կազմակերպում Նժդեի արձանի մոտ, որտեղից պիտի շարժվի դեպի ռուսական դեսպանություն եւ իր դժգոհությունը բողոք հայտնի եւ Լավրովի այցի եւ թուրքերի հետ առանց հայերի մասնակցության հայերի ճակատագիրը քննարկելու շուրջ։ Ես ուրեմն մեջբերում բերեմ պարոն Պապյան, ձեզանից մի քիչ շուտ այսօր մենք անցկացրեցինք բողոքի ցույց մեր հայկական հյուպատոսանի առջև, որովհետև ցավոք սրտի թե բարեբախտաբար այստեղ Կալիֆոռնիայում չկա ռուսական դեսպանատուն, ուստի մեր դեսպանատան մոտ բողոքի ցույց անցկացրեցինք այս ձիու այցի կապակցությամբ շեշտելով հիմնականում, որ նաև պատճառը այդ մեր 5000 զոհերի եւ այս մեր բոլոր տարածքների կորուստի հետ կապված, որովհետև բոլորս էլ գիտենք եւ արդեն տարիներ շարունակ խոսում ենք Լավրովյան պլանի մասին եւ այդ Լավրովյան պլանը մինչեւ հիմա դեռ կատարվում է այդ Լավրովյան պլանով է նույն ձևի մտան Ուկրաինա, ավերում են Ուկրաինան, նույն Լավրովյան պլանով է այդ որ ասում եք Ստամբուլում ինչ են բանակցել, իմ տեղեկություններով այնտեղ բանակցվել է Սիրիայի կարգավիճակի հարցը Թուրքիային կրկին նրանք աջակցություն են ցուցաբերել իրենց սահմանները խորացնելու Սիրիայի տարածք, այսինքն քանի որ Ռուսաստանը իր զորքերը մեծ քանակով տարել է Ուկրաինա եւ Թուրքիայի հետ ինչ-որ գործարքների մեջ են մտնում, կրկին այս անգամ էլ նրանք դավաճանում են Բաշար Ասադին, քարտ բլանշ են տալիս այսպես ասած Էրդողանին, որ նա վերսկսի իր հարձակումները սիրիական տարածքների վրա եւ այլն հարցեր։ Դուք ճիշտ նշեցիք, որ Ռուսաստանը այսօր իզգո է եւ կուզենայի անդրադառնալ Շարլ Միշելի, եթե տեղյակ եք, եթե լսել եք իր ելույթը ՄԱԿ-ում, երբ որ նա բացեիբաց մեղադրում է ռուսական կողմին, որտեղ դեսպանը վեր է կանում եւ գնում է, այսպես ասած չուզում միջև վերջ լսել, չգիտեմ տեղյակ եք դրանից այդ ելույթից։ Ելույթի մասին տեղյակ եմ, ելույթը ինքը չեմ լսել եմ կարծիքներ ելույթի մասին։ Շատ կոշտ ելույթ էր։ Շատ կոշտ։ Միտքը, այսինքն ռազմագերիների մասին միտքին ծանոթ եմ։ Այո։ Ելույթը շատ կոշտ էր, մեղադրում էր բոլոր հանցագործությունների մեջ, այդ սանձարձված պատերազմի հանցագործությունների մասին էր, ցորենի, այսպես ասած, հենց պարզ նա անվանեց նրանց գող, որովհետև այդ ցորենի հետ կապված Ռուսաստանը եւ Թուրքիան միասին Ուկրաինային ուզում են կոպիտ բառ եմ օգտագործում քցել, իբր Թուրքիան միջնորդ է այդ հարցում, բայց պարզունակ ձևով նրանք ուղղակի միլիոնավոր տոննաներով հացահատիկ են գողանում Ուկրաինայից։ Այս մեղադրանքները հնչեց, ինչին դեսպանը ՄԱԿ-ի չդիմացավ եւ ոնց ասած կարմրած դուրս փախավ ուղղակի։ Իրադարձությունները այնպես են, որ ուղղակի միայն Հայաստանն է այստեղ մնացել, որ այս թնջուկի մեջ ապարում է այս հանցագործների, այս սրիկաների դուդուկի տակ եւ արդեն խոսքը գնում է, որ փառուխից արդեն կարող ենք ձեռք քաշել, մոռանանք, բայց խոսքը արդեն գնում է այլ տարածքների մասին եւ խոսքը գնում է, որ ինչ-որ բարձրաստիճան գեներալ Արցախի Աղավնո գյուղ է այցելել եւ ներքին կարգով բնակիչներին համոզում է, որ լքեն տարածքները, ասելով, որ միևնույն է ադրբեջանցիները գալու են եւ զավթելու են այդ ամեն ինչը։ Այս իրադարձությունները մի փոքր ավելի քաղաքական տեսքից վերլուծենք։ Բնական է, որ արևմտյան շատ կառույցներ եւ երկրներ դատապարտելու են Ռուսաստանին, որտեղ Ռուսաստանը արժանի է դրան։ Իհարկե Ռուսաստանի ներկա վարքը անընդունելի է եւ բարոյականության տեսանկյունից եւ միջազգային իրավունքի տեսանկյունից։ Եվ այս Ուկրաինայի դեպքերը կարծեք առիթ են, ինչ որտեղ մեզ համար նպաստավոր է, որ այս ամբողջի հետ միասին խոսվի, ասենք իշարես Ուկրաինայում Ռուսաստանի հանցագործությունների նաեւ Արցախում եւ Հայաստանի դեմ։ Հակառակ դեպքում միգուցե առանձին Հայաստանի մասին չխոսեին այս ամբողջը։ Ռազմագերիներին ազատ արձակելու պահանջը նոյեմբեր 9-ի տխրահռչակ հայտարարության կետերից մեկն է։ Բացի այդ, միջազգային իրավունքը հստակորեն պահանջում է, որ զինադադարի կնքումից անմիջապես հետո, այնտեղ անմիջապես բառն է օգտագործվում,
որը կարող է անմիջապես ընկալվել, չգիտեմ, մի քանի օր, դե լավ, թողնի մի քանի շաբաթ, բայց ոչ հաստատ մի քանի ամիս կամ տարիներ, ինչպես մեր դեպքում այդ պարտավորությունը Ռուսաստանը չի կատարում, որպես երաշխավոր։ Ի տարբերություն արևմտյան երկրների, որոնց հայերը շատ են սիրում մեղադրել, պիտի հասկանան, որ Ռուսաստանի ստորագրությունն է նոյեմբերինի այդ տխրահարճակ փաստաթղթի տակ, նրա հեղինակը Պուտինն է, Ռուսաստանի ղեկավարը, հետևաբար այդ բոլոր բացասական կետերով, որ մեր դեմ տարածքների հանձնում, տարածքների ավելի շատ հանձնում, քան պատերազմի ընթացքում եւ այլն, գոնե պիտի ռուսները պնդեն, որ ռազմագերիներին բաց թողեն։ Բայց մենք տեսնում ենք, որ Լավրովը այս տխրահարճակ այս տխրահարճակ մարդը, որը եկավ Հայաստան, ինքը իր բերանով ասել է դեռ հենց այդ ժամանակ, որ գերիների հարցը կմնա ամենավերջում, երբ որ մյուս հարցերը լուծեն։ Պատկերացնում եք, այսինքն շանտաժի համար են պահում, շանտաժ անելու համար։ Գերիները որպես պատանդ են օգտագործվում, այսինքն կբավարարեք մեր պահանջները, գերիներին բաց կթողեն, գերիներին իրանք վերանվանել են ինչ որ հանցագործներ, չգիտեմ ինչ, իրանց ուզած ձևով անվանել եւ ասում են մենք գերիներ չունենք։ Բայց արևմուտքը բնականաբար ճնշումը շատացնելու է Ռուսաստանի վրա։ Մենք տեսնում ենք, որ այս հարաբերությունները, այսինքն ռուս-թուրքական մերձեցումը խորանում է եւ հակառակը սրվում է Թուրքիա-արևմուտք, Ռուսաստան-արևմուտք հարաբերությունները, հատկապես այս ՆԱՏՕ-ի ընդլայնման ձախող փորձի վրա, երբ որ ինչ որտեղ Ռուսաստանի հորդորով Թուրքիան այնպիսի հարցեր բարձրացրեց, լավ իմանալով, որ շվեդները չեն կարող իրականացնել եւ սա պատրվակ եղավ վետո դնելու ՆԱՏՕ-ի անդամակցությանը։ Սա պիտի նշեմ, որ հայկական շահի տեսակետից լավ է, այն առումով, որ սա չի ներվելու Թուրքիային եւ հենց Միացյալ Նահանգների դիվանագետները արդեն սկսել են գոնե ոչ պաշտոնապես խոսալ, որ ժամանակն է ազատվելու Թուրքիայից։ Եվ այստեղ մենք նորից գալիս ենք նրան, որ արդյոք մենք հայերս որպես ազգ եւ որպես պետություն պատրաստ ենք լինելու այն պահին, երբ որ արևմուտքը դուրս գա Թուրքիայի դեմ եւ մենք կարողանանք այդ ժամանակ հստակ միանշանակ փաստատված եւ փաստաթղթավորված ներկայացնել մեր պահանջները, թե հերթական անգամ այդ շանսը մեկ անգամ եւս բաց կթողնենք։ Շատ լավ հարց եք բարձրացնում, պարոն Պապյան, հարցը նրանում է, թե այս իշխանություն եւ շակերտավոր ընդդիմությունը ինչ խաղ են խաղում, մենք բոլորս հասկանում ենք, երկուսն էլ ռուսական ծիրում են խաղում եւ մեր տնտմեջ այն ինչ որ կատարում է փոխանակ ուղակի մեղադրեն Ռուսաստանին, սլակները փոխում են արևմուտքի վրա, ասում են մենք գնում ենք ուր է Ամերիկայի դեսպանը, ուր է նայում եվրոպական կառույցները մարդու իրավունքների, երբ որ մեզ կոտորում են ոստիկանները ցույցերի ժամանակ եւ այլն, եւ ոչ մի մեղադրանք երբևիցե Ռուսաստանի հանդեպ։ Ուզում եմ ուղղակի այդպիսի բացականչողներին կամ բողոքողներին ներկայացնել Վաշինգտոն DC հայտարարությունը 2021 թվականի հետ կապված, որտեղ ասում է, որ կրոնական հողի վրա մեր դադի վանքը եւ Ղազանչեցոց եկեղեցին նրանք արձանագրում են, որ բացի այնից, որ ձևափոխվել են եւ այլն, պայմանավորություն կա, որ խաղապահների միջոցով մեր հոգեվորականները իրենց պատարակները կանեն եւ այլն, բայց Վաշինգտոն DC-ն արձանագրում է, որ Ադրբեջանը այդ ամեն ինչը խախտել է, վանդալիզմ է անում այնտեղ եւ թույլ չի տալիս, որ մեր հոգեվորականները գնան այնտեղ, անգամ ռուսական խաղապահները միջնորդում են արգելանքի։ Այսպիսի ռեպորտները հենց միտված են կարծում եմ նրան, որ հենց արևմուտքը թույլ չի տալիս, ինչպես ասում են Ռուսաստան ու Ադրբեջանը, որ մենք Մինսկի խմբի նախագահներին, այսպես ասած, չեզոքացրել ենք, թողել ենք իրենց միայն հումանիտար հարցերը, քաղաքական հարցերով մենք կզբաղվենք եւ միջալոց Թուրքիայում ես դա էլ լսեցի, որ
Էրդողանը եւ Լավրովը քննարկել են կրկին 3+3 ձևաչափը, որտեղ նենգաբար Լավրովն ասել է, որ ճիշտ է Վրաստանը ոչ թե չուզեցավ, նա ասում է չկարողացան մասնակցել, բայց մենք կնահասնենք նրան, որ այդ 3+3 ձևաչափը մենք կիրականացնենք։ Այսինքն այստեղ պարզ գնում է հակամարտություն, նրանք զգում են, որ Արևմուտքը շատ աշխույժ ձևով զբաղվում է մեր այդ տարածաշրջանով, նրանք շտապում են այդ ամեն ինչը սեփականաշնորհել եւ թույլ չտալ, որ Արևմուտքը մտնի, բայց ես կարծում եմ հենց այս պայմաններով, սա իմ կարծիքն է, ձեր կարծիքն էլ հիմա կլսեմ, այս պայմաններում դժվար նրանք կարողանան Արևմուտքին դիմադրեն եւ իրոք մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ միայն եւ միայն Արևմուտքի շնորհիվ մենք կարող ենք մազապուրս լինել այդ սպասող ցեղասպանությունից։ Ձեր կարծիքը, պարոն Պապյան։ Իմ նախորդ պատասխանների ժամանակ ես արդեն հնչեցրեցի այն միտքը, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև այդ մերձեցումը խորանում է։ Հետևաբար սա մեր ցանկությամբ չի, երբ որ մենք ասում ենք Արևմուտքի հետ պետքա դաշնակցային հարաբերություններ ձևավորել, մեր ցանկությամբ չի, որ մենք ուզանում ենք Ռուսաստանին դուրս մղեն։ Ռուսները ինքնական կերպով արդեն իսկ դուրս են գալու, բայց տեղը զիջելով թուրքերին։ Մեզ հաճախ մեղադրում են, իբր թե ասում են, այ ռուսներին եթե դուք դուրս եք մղում կամ դուրս եք հրավիրում, նրանց փոխարինելու են թուրքերը։ Եթե կա նման վտանգ, ուրեմն առավել եւս ավելի ջանասիրաբար մենք պիտի ջանքեր գործադրենք, որպեսզի Արևմուտքը ավելի ներգրավվի, որովհետեւ ռուսները եկել են ոչ թե մեր ցանկությամբ եւ գնալու են էլի ոչ մեր ցանկությամբ։ Հիմա այդ երկու գումարած երկը դա ֆիկցիա է, միֆ, առասպել, չկա նման բան։ Իհարկե Վրաստանը չի մասնակցել, չի էլ մասնակցելու, բայց այս շատ ավելի կարևոր հարց կա։ Իմ կարծիքով Ռուսաստանի հոգեվարքի վերջին ցնցումներն են ընդհանրապես ցույց տալ հատկապես սովորական շրջական ժողովրդին, որի փրթե ամեն ինչ լավ է, ինքը հարցալուծում։ Ռուսաստանը այսօր ոչինչ չի կարող անել։ Այդ Հայաստանն է խեղճուկրակ, որի գլխին ամեն ինչ կարողանում է, բայց դե դրանով չի չափանիշը։ Անկամ Ուկրաինայի պարագայում Ռուսաստանը կենտրոնացրեց Սևերոդոնեցկ եւ Խերսոն ուղություններում հսկայական եղած զորքերի մեծ մասը իբր թե շրջափակելու ուկրաինական բանակը ոչ մի բացարձակ որևէ հաջողության չկարողացավ հասնել, թեև այդտեղ ուներ եւ մարդկային եւ հատկապես հրետանու առումով մեծ գերակայություն։ Ավելին Խերսոնի ուղությամբ ուկրաինացիք հակարծակման են անցել։ Այսինքն Ռուսաստանը այսօր մի մարզային փոքր քաղաք Սևերնո Դոնեցկը չի կարող գրավի։ Այստեղից եզրակացություն կկարողանա այդ ուժը մեզ պաշտպանել Թուրքիայից եւ կուզի, իհարկե ոչ։ Հետևաբար իրենք մեզ այսօր դիմանալ է պետք։ Մեզ ասելով նկատեմ Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ ժամանակին էլ ասել եմ, ադրբեջանցիք եւ թուրքերն իրականացնում են բաստուրմայի քաղաքականություն, այսպես մանր շերտերով կտրելու են Ղարաբաղը գյուղ առ գյուղ, հովիտ առ հովիտ, բլուր առ բլուր տանելու են եւ ռուսները չեն դիմանալու, չեն ընդդիմանալու, նաեւ որովհետեւ իրենց շահերը նախ Մոսկվայից կենտրոնական հրահանգ կա, երկրորդն էլ շատ հավեսով, հաճույքով կաշառվում են ադրբեջանցիների կողմից եւ այդ խնդիրները լուծում են։ Դրանք ցավոք սրտի այդ գործընթացը հնարավոր է կասեցնել միայն քաղաքական լուրջ միջամտությամբ, այսինքն երանախագահության աշխատանքների ամբողջական ծավալով վերականգնման ժամանակ, երբ որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան առնվազն նույնպիսի դերակատարություն կունենան Հարավային Կովկասում, ոնց որ Ռուսաստանը։ Եթե տարածաշրջանը մնում է Ռուսաստանին, նա կիսելու է Թուրքիայի հետ եւ մենք հայտնվելու ենք ամենածանր պայմաններում ցավոք սրտի։ Պարոն Պապյան, այսպիսի ես մի դիտարկում ունեմ կապված Եվրոմիություն, ՆԱՏՕ, այսինքն ԱՄՆ-ի հետ, այսպիսի մի գործընթաց է գնում արտաքինից այդքան ճչացող չի, բայց ես մի բան եմ հասկանում, որ ինչ-որ տարաձայնություն կա այն հարցով, որ եվրոպացիները, հատկապես Մակրոնը եւ Գերմանիան ցանկանում են փրկել կոպիտ ասած Պուտլերի դեմքը, այդ գարշելի դեմքը,
այն առումով, որ նույն առաջարկն անում ինչ-որ Հայաստանին խաղաղություն տարածքների առջև, որովհետև մենք հաճախ լսում ենք, որ Ռուսաստանը առաջարկում է այսինչ տարածքներից կամ Եվրամիությունն է առաջարկում, Զելենսկուն համոզում են, որ լավ այս տարածքները տուր իրանց խաղաղության դիմաց, բայց ի պատիվ Զելենսկուն նա չի համաձայնվում եւ մինչեւ վերջ կոպիտ ասած երկու ոտը մի կոշիկի մեջ դրված ասում է, որ նա պետք է ազատագրի պայքարի մինչեւ անգամ Ղրիմը ազատագրելը։ Այս իրավիճակը, որ ասենք Եվրամիություն եւ ՆԱՏՕ կամ ԱՄՆ ինչից է սա գալիս։ Ձեր կարծիքով։ Կարծում եմ, այո, կարծում եմ նրանից է, որ Եվրոպան շատ ավելի աշխարհագրորեն մոտ է Ռուսաստանին, վտանգ ավելի է զգում, բացի այդ տնտեսապես շատ ավելի մեծ կախվածություն ունի Ռուսաստանից։ Բայց ես կարծում եմ, այստեղ կա նաև դերերի բաշխում։ Գիտեք, այդ Ամերիկայում շատ տարածված չէ, այսինքն լավ ոստիկան եւ վատ ոստիկան խաղը։ Մեկը ավելի բարի եւ լավն է, մյուսը ավելի կոշտ։ Հիմա Ֆրանսիային եւ Գերմանիային վերապահվածա լավ ոստիկանի դերը, այսինքն մշտապես կապի մեջ լինել Պուտինի հետ, համոզել, որպեսզի նա հանկարծ ինչ-որ կտրուկ քայլերի չդիմի, խենթություններ չանի, մասնավորապես կապված ատոմային զենքի հետ։ Ես ճիշտ ասած չեմ հավատում Մակրոնի անկեղծությանը, որի փրտե նա առանձնապես ուզում է Ռուսաստանի երեսը փրկի, չէ։ Այստեղ երկու գործոն կա, մեկը զսպել այդ ձևով ոնց ասած գժին համոզելով խելոք նստեցնել տեղից, չէ՞, եթե մեկը կացինը ձեռքին մտնում է սենյակ, կամ պետք է հարվածես մռութին գցես, կամ պետք է համոզես եւ ձեռքից վերցնես։ Հիմա երկու տակտիկա օգտագործում, մեկը Ամերիկան այդ ուժային տարբերակը, Ֆրանսիան եւ Գերմանիան մի քիչ ավելի համոզելու։ Բացի այդ ֆրանսիական առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են լինելու, կարծում եմ Մակրոնը նաեւ Էցև ուզում է այն ուժերին սիրաշահել, որ ցույց տա, տեսեք, մենք ոչ միայն ուժային տարբերակներն ենք փորձում, այլ նաև համոզումի եւ դիվանագիտության։ Բայց այստեղ կարևորը Միացյալ Նահանգներն են։ Մնացածը երկրորդական դեր ունեն։ Միացյալ Նահանգները միանշանակորեն ընտրել են Ռուսաստանին ստրատեգիական պարտության տանելու քաղաքականությունը։ Բառացիորեն մի երկու օր առաջ ամերիկյան կարևորագույն թինգտանկներից մեկում Council on Foreign Relations արտաքին հարաբերությունների խորհուրդ կոչվող այդ կառույցում, որտեղ նախկին նախարարներ են, դեսպաններ են, լրջագույն մարդիկ են, տեղ ունեցավ հերթական քննարկում նվիրված Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը եւ միանշանակ գերիշխում էր այն տեսակետը, այդ թվում նաև հետաքրքիր է, որ ռուս, ասենք, փորձագետների կողմից, որ Ռուսաստանը պետք չէ բաց թողնել, հերթական անգամ պետք չէ թույլ տալ, որպեսզի Ռուսաստանը խաբի արևմուտքին, այլ պետք է վերջնականապես ջախջախել այն ոհմակը, որ այսօր զավթել է Կրեմլում եւ աշխարհին վտանգ է ներկայացնում։ Եվ ես կարծում եմ, որ այդ Լենդ-լիզի օրենքով, նույն տարբեր օրենքներով, աջակցություններով, հատկապես հաշվի առնելով նաև ուկրաինացի ժողովրդի եւ իշխանության վճռականությունը պայքարելու իր հայրենիքի համար, մեր հայաստանյան բառով այդ ոչ մի թիզականների պատրաստակամությունը, ցավոք սրտի, Հայաստանում հայրենիքից ոչ մի թիզ զիջելու գաղափարը ներկայացումը որպես բացասական երանգ։ Ուկրաինայում դեռևս մարդիկ շատ բնականon մտածողության մեջ են, հասկանում են, այո, դա կարևոր է եւ ճիշտ է։ Ոչ մի զիջում Ռուսաստանին Ուկրաինան չի անելու, ավելին այս պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը ամբողջությամբ Ուկրաինային կվերադարձնի ուկրաինական սովետական հանրապետության տարածքը ներառյալ նաև Ղրիմը, այսինքն ավելին կհանձնի, քան մինչև փետրվար 24-ի սկսած պատերազմը։ Բայց սրանով չի վերջանա Ռուսաստանի համար խնդիրները, որտեղ պատժամիջոցները կշարունակվեն եւ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում վիճակը վատանում է։ Բառացիորեն հենց երեք Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հերթական որոշումը կայացրեց կապված ռուսական պետական պարտատոմսերի հետ,
արգելքը դրված էր, որ առաջնային շուկայում իրավունք չկա մասնակցելու ամերիկյան ընկերություններին եւ անհատներին, այսինքն այդ պարտատոմսերը ռուսական առնելու ծախելու, հիմա նաև երկրորդային շուկայի մասին, այսինքն արդեն ոչ թե ռուսական պետությունից, այլ անհատներից էլ չես կարող գնել, միայն կարող ես վաճառել եւ ազատվել։ Իսկ սա Ռուսաստանի ֆինանսավորման աղբյուրներից մեկն է։ Մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ Ռուսաստանի պատերազմի, այսպես ասած, սնուցող աղբյուրները փակվում են։ Չունենա փող, չունենա տեխնոլոգիա, Ռուսաստանը ոչինչ չի կարող անել, հատկապես կան միանշանակ տեղեկություններ, որ նաև սրվում է ներիշխանական հարաբերությունները Կրեմլի ներսում։ Պարոն Պապյան, անցնենք մեր ներքին կյանքի, արդեն մենք խոսացինք Ռուսաստանի այդ միլիտարիստական զավթողական քաղաքականության, քանի որ մեզ դիտում է բավականին մեծ լսարան, կուզենայի անդրադառնանք մենք ներքին գործերի, դա հասկանալ է, որ այդ ամեն ինչի սկիզբը այդ ոչ թիզականներին թիրախավորելու, պախարակելու սկսվեց ԼՏՊ-ի կողմից եւ գնաց այդպես բոլորը որդեգրեցին եւ գիտենք այսօրվա իշխանությունները ԼՏՊ-ի այսպես ասած ձագուկներն են, իրանց ծնունդն են, այն երկուսի մասին էլ չենք խոսում, բացահայտ ռուսամետ են եւ մեր ժողովուրդը կանգնած է այնպիսի մի ջրբաժանի առջև, մի կողմից ասում ենք այո, որ հանրային հեռուստատեսություն ձեզ չի տրամադրում, որ լայն շերտերը ձեր գաղափարներին, մեր գաղափարներին ծանոթանան, ճիշտ որոշումներ կայացնեն եւ ժողովուրդը, ինչպես տեսնում ենք, կրկին անգամ ինչպես մարտի 1-ին, ճիշտ է շատ ավելի փոքր մասշտաբներով, բայց գնացին Բախման, Պրոշյան, Դեմիրճյան փողոցի վրա, ինչը իրանք այսպես ասած մատի փաթաթան են սարքել, չնայած ես էլ եմ դատապարտում ոստիկանների ոչ համաչափ ուժի կիրառումը, այնտեղ քաղաքացիներ կան, որ երևի չհասկանալով թե որտեղ են գտնվում, բայց նրանք տուժեցին եւ ոստիկաններն էլ են տուժվում, երկու կողմից էլ այսպես ասենք ոչ բարենպաստ այսպես ասած գործողություններ են գնում, ոչ գրագետ, այո, ԱԺԲ-ն էլ է ասում Նիկոլ հեռացիր առանց Թուրքի Հայաստան, Արցախը ոչ մի կարգավիճակով Ադրբեջանում չի մնա եւ այլն, այն տարբերությունով, որ այս ընդդիմությունը երբեք նախևառաջ չօգտագործեց ազատ անկախ Հայաստան այս կոչը ես երբևիցե չլսեցի, միայն այս կոչն են վերցրել առանց Թուրքի Հայաստան եւ այստեղ ուղղակի ես ուզում եմ որ ժողովուրդը հասկանա թե ազգային արժեքները եւ ազգային նպատակները ինչի մեջ են կայանում եւ ինչի հանուն ինչի է հարկավոր փողոց դուրս գալ եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնել եթե այս ընդդիմությունը ցանկանում են ընդամենը այս չակուճ բռնող վիժվածքին հեռացնել իրենք նստեն ինչպես իշխան Ձուկիկը հայտարարեց, որ չգիտեմ լսել եք թե չէ, նրանք հայտարարել էին, որ ցանկանում են Վալոդինին հանդիպել, քանի որ այս չակուճ բռնողը չի ներկայացնում պետական շահերը, նրանք խնդրում են, որ իրանց ընդունի, իրենց լսի եւ այլն Այսինքն խայտարակություն է սա, ժողովուրդը պետք է վերջապես հասկանա իր արժանապատվությունը որտեղ է, գնալ խնդրել իր դահիճից իր այդ հանդիպում, չնայած նրանք այստեղ էլ խայտարակ եղան, որտեղ նրանց մերժեցին, իրենց այդ Վալոդին կոչեցյալ անգամ չհանդիպեց, բոլոր հարցերը լուծվում է իշխանությունների շրջանակներում։ Ես գիտեմ դուք էլ Երևանում չեք, բայց ԱԺԲ-ի ձեր նիստերը, խորհուրդները լինում են, դուք մասնակցում եք։ Ձեր կարծիքը այս գործընթացի մասին եւ ձեր ուղերձը մեր ժողովրդին որը կլինի։ Նախ ասեմ, որ ազգային ժողովրդավարական բևեռը հատուկ հայտարարությամբ դատապարտեց ուժի ոչ համաչափ կիրառումը ձեր նշած այդ բախման ժամանակ եւ մեղադրեց իշխանություններին, որ իշխանությունները սրում են։ Բայց միևնույն ժամանակ մենք անդրադարձանք նրան, որ ներկա այսպես կոչված ընդդիմությունը ըստ էության ոչինչով, խորքի մեջ ոչինչով իշխանություններից չի տարբերվում։ Եթե պայքարը գնում է անձնափոխության մեջ, պայքարը գնում է Մոսկվային Կրեմլին համոզելու համար, թե ով է հարեմի սիրելի տիկինը, այդտեղ դա պայքար չի։ Ինչ տարբերություն 20 տարի եւ ավել
այդ մարդիկ, ովքեր այսօր ընդդիմություն են, եղել են իշխանության, ինչ են արել։ Նույն քաղաքականությունն են իրականացրել, որի պատճառով այսօր այս ողբալի վիճակում են։ Հիմա այս մարդիկ ասում են, թող Նիկոլը գնա, մենք անք էլի նույնը անենք, ինչ որ արել ենք առաջ։ Որևէ նոր բան չեն առաջարկում։ Տարբերությունը մեր եւ այսպես կոչված այս խորհրդարանական ընդդիմության միջև այն է, որ նրանք պարզապես առաջարկում են վերականգնել նախկին վիճակը, որը ժողովուրդը մերժել է։ Եվ հաստատ որևէ նվաճում այդ քաղաքականությամբ չենք ունենա, այսինքն չի կարելի անել նույնը, ակնկալել այլ արդյունք։ Մենք առաջարկում ենք արմատապես նոր քաղաքական գիծ, նոր փոփոխություններ, նորից եմ կրկնում։ Առաջնային հարցը անվտանգության հարցն է։ Երկրի անվտանգության հարցը, պաշտպանունակության հարցը։ Մոսկվա հաստատապես չի օգնելու, չի աջակցելու Հայաստանին, ոչ Ադրբեջանի դեմ պատերազմի ժամանակ, ոչ Թուրքիայի առավել ևս։ Ոչ միայն ինքը չի ուզում, այլ նաև չի կարող։ Այսօր ռուսական բանակ ինքը գտնվում է խղճալի վիճակում, ինքը ջախջախված է, դուք իրավացիորեն նշեցիք, որ Սիրիայից անգամ եւ Հայաստանից եւ այլ վայրերից ինչքան զորք ուներ հավաքի տարել է, բոլորը ջախջախվել են եւ այդ զինատեսակներն էլ հին են։ Հետեւաբար ում որ հարց տաս, արդյոք Հայաստանը միայնակ կարող է դիմագրավել թուրք-ադրբեջանական հարձակմանը, կասեն ոչ չի կարող։ Ասես Ռուսաստանը պատրաստ է ուզում է կամ կարող է Հայաստանին պաշտպանել, կասեն չէ։ Դրանք ակնհայտ ճշմարտություններ են։ Բայց մենք այդ դեպքում ակնհայտ է, չէ՞, ուրեմն եթե չէ, Հայաստանը միայնակ չի կարող, ուրեմն պիտի նոր դաշնակիցներ գտնենք, որպեսզի կարողանանք միասնաբար երկրի անվտանգությունն ապահովեն։ Ով է լինելու այդ դաշնակիցը։ Այն երկիրը, որն ունի կարողություն Հայաստանին պաշտպանելու կամ գոնե աջակցելու եւ հարավից Թուրքիայից եւ արևելքից Ադրբեջանից եւ Ռուսաստանից աշխարհում մի երկիր կա, դա Միացյալ Նահանգներն են, որ այդ հնարավորությունն ունի։ Ուրեմն եկեք միասնաբար այդ ուղղությամբ աշխատենք։ Իրանք ասում են եկեք միանանք մեզ Նիկոլին գցենք։ Գցենք ինչ անեն։ Քոչարյանին բերեն, բանին բերենք, այն KGB-ի գեներալ ինչ էր անում, Վանեցյանին բերեն, մի դաշնակցությանը բերենք, որ հավերժորեն բոլոր իշխանություններին մասա կազմեն, կիսել այդ ամբողջ պատասխանատվությունը Նիկոլի իշխանությանն էլ մասա կազմել է։ Հիմա տարօրինակն է, որ ոմանք գտնում են 18 թվականի հունիս ամսվա ինչ որ հարցը պատասխաններ, հարցազրույցներ ԱԺԲ-ի տարբեր անդամների, ասում են, տեսեք դուք այդ ժամանակ աջակցում էիք բանին։ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը այլ Նիկոլ Փաշինյան էր, այլ հեղափոխական, բայց մենք անգամ դրանով հանդերձ մաս չեն կազմել նրա իշխանությանը։ Իսկ դուք գնացեք մաս եք կազմել իշխանությանը, պարզապես երբ որ վտարել են այդ կոալիցիայից, նեղացած դիրք եք գտնել, հիմա ուզում եք էլի բաժին։ Հետևաբար ազգային ժողովրդական բևեռը իրականացնում է Հայաստանի շահերի պաշտպանության քաղաքականության եւ ամենակարևորը հստակ ասում է դրա հասնելու ճանապարհը, սա շատ կարևոր է, որովհետև վերացական կարգախոսները Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Դա շատ վերացական է, դա ինչ է նշանակում, ինչ ձևով է նշանակում։ Ոչ, իսկ մենք Արցախի հարցում հստակ ունենք մոտեցում։ Այո, մենք դեմ չենք, այդ խնդիրը դրված է, չէ՞, խաղաղության պայմանագրի։ Մենք դեմ չենք այդ պայմանագրին, դեմ չենք դելիմիտացիային եւ դեմարկացիային, բայց մենք այլ սկզբունքներ ենք առաջ քաշում, ասում ենք, որ դա պիտի լինի միջազգային իրավունքի հիման վրա, հետեւաբար պիտի հստակեցվի այն իրավունքի փաթեթը, որը լինելու է դրա հիմքը եւ այլն եւ այլն։ Դրա այդ ուղղությամբ էլ աշխատում ենք։ Մենք փորձում ենք նոր ձևով խնդիրներ լուծել, որտեղ վստահ ենք հին ձևում որևէ մեզ համար հաջող ելք չի կարող լինել։ Շնորհակալություն պարոն Պապյան, տեսեք ես ուզում եմ կրկին մեր հանրությունը հասկանա, թե ինչ քաղաքականություն է վարվում մեր հանդեպ, այս ուղղակի երևի կոնտեքստից դուրս է, բայց եւս մի օրինակ, բոլորը կարծում են, որ Ղազախստանի հարցերը լուծվավ, քանի որ Տոկաևը դուրս հրավիրեց ռուսական զորքերին իր տարածքից, բայց պարզվում է, որ այսօր իրականում Ղազախստանի զինված ուժերի նախարարը
Պուտինի գեներալն է ղեկավարում։ Մի մարդ, որը հայտնի է որպես դահիճ, այսինքն նա մասնակցել է Կոսովոյի օպերացիաներին, մարդ, որը մասնակցել է Ղարաբաղում հայերի դեմ, այսպես ասած, գործողությունների մեջ, եւ խոսքը գնում է նրա մասին, որ Ղազախստանի Պաշտպանության նախարարության այդ բանակի նախարարին հեռացրել են եւ դա Պուտինի հրահանգով է եղել եւ այսօր ամբողջ զորքը ղեկավարվում է Ռուսաստանի այդ տխրահռչակ գեներալի կողմից։ Եվ հիմա այս կոնտեքստում ես ուղղակի մի մտավախություն ունեմ, չգիտեմ կիսեք հետս թե ոչ, կապված այս հապկի գագաթնաժողովեր, թե ինչ նիստ էր, ինչ զահարմար էր, այս փդացկարկի խորհրդարանական վեհաժողով, այո, խորհրդարանական, որտեղ հայտարարվեց, որ այդ շրջանակներում նրանք Դոնեցկում, Լուգանսկում կարող է խաղաղապահ գործողություններ կատարեն եւ նոր ինչ որ պայմանագրեր են կնքել իրար օգնելու եւ տեսեք այս ցույցերի հետ կապված կարող է պատահի վաղը մյուս օր նույն Կրեմլը ավելի մեծ խժդրություններ ձեռնարկի Հայաստանում իր խաղաղապահ կոչեցյալ զորքերին Հայաստան մտցնելու համար։ Այս մտավախությունը ես ունեմ։ Եվ ինչու, որովհետև այս ընդդիմությունը իրենց հրահանգով այդ դերը կարող է կատարել։ Ձեր կարծիքը ինչպիսին է։ Ցավոք սրտի ներկայիս Ռուսաստանը կառավարվում է հանցախմբի տրամաբանությամբ։ Հանցախումբը ո՞րն է։ Երբ որ հանցախմբի ղեկավարները աշխատում են հնարավորինս շատ մարդկանց ներառեն դրա մեջ, իսկ հանցակից դարձնեն, լղոզեն այդ հանցանքը բոլորի վրա, որպեսզի պատասխանատվության վախից բոլորը լինեն միասնական։ Հիմա Ռուսաստանը լավ հասկանալով, որ Հայաստանի ռազմական հզորությունը այդքան էական չի իր համար, բայց ինքը ուզում է այդ պատասխանատվությունը կիսի նաև Հայաստանի հետ, Հայաստանի վզին դնի այդ դրա մի մասը։ Իհարկե խաղաղապահներ իրանք ուզենան ուղարկել, բայց դա ուղարկելու համար նախ պիտի կնքվի գոնե զինադադար Ուկրաինայի հետ եւ Ուկրաինան պիտի համաձայնի, որ ինչ որ ուկրաինական տարածք մնա Ռուսաստանի տնօրինության տակ եւ այդտեղ խաղաղապահներ տեղակայվեն, որը չի լինի իմ կարծիքով։ Ուկրաինան ավելի ու ավելի է կոշտացնում իր դիրքերը եւ դա կապված է ռազմական հաջողությունով, որ օրստորեն ընդլայնվում է, իսկ հաստատ այն, որ ռուսական բանակը ավելի է թուլանալու, իսկ ուկրաինական ուժեղանալու է, դա էլ ակնհայտ է։ Արդեն զենքերի ծանր զենքերի մատակարարումները ավելի մեծ թափ են հավաքում։ Հետևաբար այդ մնում է խոսքի մակարդակով, բայց ես կարծում եմ անգամ խոսքի մակարդակով Հայաստանը չպետք է որևէ նման բանի համաձայնություն տալ, որտեղ կրկնում եմ, համաձայնություն տալով դու դառնում ես հանցակից եւ մեր նկատմամբ իհարկե արևմուտքը բավականին դրական վերաբերմունք ունի, մեզ ներում են շատ բաներ, որ շատ երկրների չեն ների իհարկե, բայց գիտեք ամեն ինչը չափ ու սահման ունի, մի օր էլ կարող է այդ համբերությունը խզվել։ Հետևաբար Պուտինի ցանկությունները, Ռուսաստանի ցանկություններն ուրիշ են, բայց իրականությունը վստահեցնում եմ ցես լրիվ ուրիշ է։ Մենք հիմա հունիսի առաջի տասնօրյակի մեջ ենք, մենք կարծում ենք առիթ կունենանք, եթե օրինակ մենք մի 4-5 ամիս հետո հանդիպենք, այդ ժամանակ կարող ենք վերլուծել, որ արմատապես փոխված է Ռուսաստանի ներքին քաղաքական վիճակը, արմատապես ռազմաճակատային գծում Ուկրաինում ամեն ինչ փոխված է։ Հիմա մենք ինչ ենք խոսում Ուկրաինայի մասին, դեռ շատերն ասում են, դե Հայաստանի դարդը լացեք, ինչ եք Ուկրաինայի հետևից։ Նրանք չեն հասկանում, որ այսօր Հայաստանի ճակատագիրը լուծվում է Ուկրաինայում, ավելի ճիշտ Ուկրաինա-Ռուսաստան կամ ռուս-ուկրաինական պատերազմի դաշտում։ Եվ այդտեղ թե ինչպես կընթանա, այնպես էլ մյուսը կլինի։ Պարտվելու դեպքում Ռուսաստանի մենք հարավային Կովկասում արևմուտքի ավելի մեծ ներկայություն կունենանք եւ բնականաբար դա չի լինելու Թուրքիայի տեսքով, լինելու է այլ տեսքով։ Գուցե Հունաստանի տեսքով պատահական չէր հունական պատվիրակության այցը եւ մենք նկատում ենք ամերիկա-հունական հարաբերությունների խորացում, ընդլայնում։ Գուցե հենց Ֆրանսիայի տեսքով լինի, բայց հաստատ Թուրքիան չի լինելու, որտեվ արևմուտքը լավ հասկանում է, որ Թուրքիան այսօր ոչ թե Ռուսաստանի զսպող է, այլ ընդհակառակը Ռուսաստանի հետ հանցակից
երկիր է։ Պարզապես դեռևս չեն խզում հարաբերությունները ավելի կոշտ դիրքերի չեն անցնում, որովհետև փոխարինողներ ստեղծելու քաղաքականության մեջ են։ Իսկ դրանք կլինեն Հունաստանը, Ուկրաինան, Հայաստանն ու Վրաստանը, այսինքն Թուրքիայի վերաբաշխումը դերի տեղի կունենա այդ երկրների վրա։ Շատ բարի, պարոն Պապյան, տեսեք, այսպիսի մի դրվագել կա, քանի որ ասում եք 5-6 ամիս հետո կհանդիպենք, տեսնենք, որ Ռուսաստանի կարգավիճակը ուրիշ ձևի կլինի, երևի տեղյակ եք, որ Մեծ Բրիտանիան թեժացնում է այն լուրը, որ Պուտլերը, կոպիտ բառ եմ ասում, բիզիմդիր չկա, այն աշխարհ է գնացել, բայց նա կա, ասում են երկվորյակն է, դա կարևոր չի, բոլորս գիտենք, որ նա շատ ծանր հիվանդ է եւ ներքին, այսպես ասած, տեղեկություններ կան, որ նա պատրաստվում է 23 թվականի մարտին ընտրություններ կազմակերպել, որովհետեւ իր հաջորդողին ընտրել է, դա կլինի խոսքը գնում է Պատրուշևի տղայի որդու մասին, որ այսօր զբաղեցնում է Ռուսաստանում գյուղատնտեսության նախարարությունը, իրան ուրիշ պաշտոնի պետք է տանեն, որ կոմպրոմատ չլինի իր վրա, որպես մաքուր դեմք ներկայացնեն, ինչ է կարծում, դե պարզա Պուտինն է այնտեղ, քանի նա ինչքան ողջ կլինի, նա կղեկավարի, բայց Պատրուշևն էլ հենց այդ նույն սիստեմայի մեջ է, նա այդ deep state-ի մեջ է, այսպես ասած, հնարավոր է ակնկալել իրենց քաղաքականության վեկտորի փոփոխություն։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանում արևմուտքի նկատմամբ քաղաքականության փոփոխություն տեղի կունենա, անձերի փոփոխմամբ, որովհետև Ռուսաստանում իմպերիալիստական քաղաքականությունը իրանց ողնուծությունն է։ Իրենք դա իհարկե չեն ներկայացնում որպես իմպերիալիզմ, իրենք դա ներկայացնում են որպես համարյա փրկչական գործունեություն, որ իրենք առաքելություն ունեն փրկելու մարդկությունը եւ այլն, եւ հիմա հայտնվել են այս կիսամառազմատիկ մտքերի մեջ են հայտնվել, հետեւաբար իրենք կարող են նման բաներ ունենան, բայց հարցը ուրիշ է, հարցն այն է, որ ամեն օր դա նկատելի չի, բայց ամեն օր Ռուսաստանը մեկուսացվում է, այսինքն աշխարհի հետ կապող թելարդ կտրում են, Ռուսաստանը դառնում է ընդհանրապես մի մեծ սև խորոջ, որտեղ ոչինչ չկա եւ չի լինելու։ Էլի օրինակ բերեմ, շատերը չգիտեն, Միացյալ Նահանգների ատոմային էներգետիկայի հումքի ուրանիումի 23%-ը Ռուսաստանից է գալիս, առ այսօր, բայց հիմա նույն Միացյալ Նահանգները ինտենսիվ շփումների մեջ են աֆրիկյան մի շատ երկրների հետ, որպեսզի այդ 23%-ը փոխարինեն եւ բավական հաջող ամեն ինչ ընթանում Աֆրիկայից գնեն այդ ուրանիումը, հարստացնեն եւ հենց Միացյալ Նահանգները, կարծեմ 4 միլիարդից մի փոքր ավել հենց Բայդեն առաջարկա ներկայացել կոնգրեսում փող հատկացնել հարստացուցիչ գործարանների կառուցման համար, որովհետեւ հումքը բերեն Աֆրիկայից տեղում հարստացնել եւ էներգետիկ անկախություն ունենան։ Այսինքն մենք տեսնում ենք այս քաղաքականությունը երկարաժամկետ է։ Եթե բազմամիլիարդ ներդրումներ է կատարվում, որպեսզի Ռուսաստանին մեկուսացնեն, գիտեք, ամերիկացիք հենց նստեղը միլիարդներ ծախսող չեն։ Այդ փողերը երկնքից չեն ընկել։ Հետևաբար լինելու է, գիտեք, այսպես ասած, ռուսական կայսրության լեշի մեկուսացում, կարևոր է մի ժամանակ այդ ռուսերենա սանիտարնի կարդոն, որ վարակը չտարածվի, դա է լինելու։ Նայա թե մենք ինչ դեր կունենք, որովհետև մի դերը կարող է լինի ինքներս լինենք այդ սատկած կայսրության մաս եւ մեզ էլ մեկուսացնեն նրանց հետ, իսկ մենք հաստատ ավելի վատ վիճակի մեջ կլինենք այդ ժամանակ քան Ռուսաստանում, ընդհանրապես։ Այսօր Հայաստանում արդեն մոտ կես միլիոն մարդ վերջի ցուցանիշներով, իսկ ռեալ որ նայենք 2 միլիոն մարդ է, ամեն 4-րդը թեր սնվում է։ Խոսքը անգամ բարեկեցիկ ապրելու մասին չի։ Խոսքը սնվելու մասին, այսինքն թեր սնում ունի, բժշկական, այսինքն դիագնոզ ախտավորությունը նա է, որ ամեն 4-րդ հայաստանցին թեր սնված է։ Իսկ երեխաների մեջ դա հաճախ ավելի մեծ թիվ է կազմում։ Շատերը դա չեն նկատում եւ սա կտրուկ վատթարացել է այս մի տարվա ընթացքում եւ ավելի է վատանալու։ Աշունը շատ ավելի վատանալու է, գները անշեղորեն աճում են, այս ամբողջը կա։
Դրա համար այո Ռուսաստանը կփորձի խաբեության դիմել իբր թե նոր դեմքեր են գալի Պատրուշև երիտասարդը մյուսը բայց ես չեմ կարծում որ արևմուտքը այդ խայծը կուլ կտա տեսեք անգամ Մեդվեդևի որդուն Դիմա Մեդվեդևին Միացյալ Նահանգներից վտարեցին ամերիկացիները եւ սա ճիշտ եմ համարում նույն Աբրամովիչի օթանավը կալանքի վերցրեցին եւ այլն այսինքն գիտեք ինչա Անզիջում պայքար Չարը պիտի ջախջախվի մինչև վերջ չի կարելի վիրավորել արջին եւ քաշվել մի կողմ եթե դու արջին վիրավորել ես պիտի սատկացնես արջին մինչև վերջ հակառակ դեպքում նա վտանգավոր է դառնում իսկ հետո արդեն կարելի է կերտել նոր աշխարհ շատ ավելի ապահով ու շատ ավելի երջանիկ Պարոն Պապյան, մեր հետևորդները ամեն օրվա, այսպես ասած, ռեժիմով հարցնում են, ինչպես է Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը, ինչպես է խորհուրդը աշխատում, քանի որ երկու հոգի դուք եւ Հայկ Մարտիրոսյանը արտերկրում եք գտնում, երկու հոգի կալանքի տակ են, Վարուժանը եւ Գյուրեգյանը այսպես ասած 6 հոգի է խորհուրդը նախ ինչպես է Վարուժան Ավետիսյանի ինքնազգացողությունը առողջությունը եւ խորհրդի ասենք աշխատանքային առօրյան փոփոխություն ինչ որ եղել է թե ոչ այդ իշխանության ակնկալիքները որ 10 հոգու ձերբակալելով ծառերի ինչ որ մի բան կփոխեն արդյոք դա այդպես է արդյունքին հասան թե ոչ Ես մի փոքր ճշտում անեմ Արեգ Գուրեգյանն է ազատազրկված Արմենակի որդին, գիտեք, այդ Գուրեգյան ընտանիքը բացառիկ ընտանիք է, Արմենակի 3 զավակներն էլ պայքարի մեջ են եւ տարբեր հոդվածներով ձերբակալվել դատապարտվել են Վարուժանից ինչ որ մենք ունենք, որտեղ Վարուժանը այն անձը չի, որ երբևէ որ գիտեք բողոքի նվնվա ասի վատ եմ, ինքը անգամ ազատության մեջ խիստ ծանր առողջական վիճակում ասում էր լավ է ամեն դեպքում պայքարը շարունակվում է այսինքն դեղեր իրեն հասցրել են մեջտական շփման մեջ են նա լիազորել է իր անունից անգամ իր Facebook-ի էջը մարդիկ կկառավարեն այսինքն Վարուժանից տարբեր մտքեր գրվածքներ կստանան որը Վարուժան Ավետիսյանի Facebook-ի էջում կտեղադրվի նրա անունից հրապարակումներ կրեն մենք աշխատում ենք հնարավորինս նրան իրազեկ պահել եւ այլն Այո ես եւ Հայկ Մարտիրոսյանը հիմա դրսում են գտնվում եւ սա ըստ էության նույն խորհրդի որոշումն է որովհետեւ նման պայքարի ձևը մեզ հնարավորություն է տալիս զերծ պահել նաեւ ինչ որ չափով չեմ ասում ամբողջական բայց ինչ որ չափով զերծ պահել նաեւ Հայաստանում գտնվող մյուս անդամներին հերթական ձերբակալություններից, որտեղ իրենք պիտի հասկանան, որ մենք գոնե անհասանելի ենք, այսինքն էլի մարդիկ մնալու են եւ պայքարը շարունակելու են։ Իհարկե դժվար է, որովհետեւ նույն Վարուժան Ավետիսյանը հսկայական գործ էր անում, հատկապես կազմակերպական առումով, բայց պայքարը շարունակվելու է։ Անկախ նրանից ինչ տեղի կունենա, ով կձերբակալվի, չգիտեմ, ինչ հորինած պատրվակով, մենք հասկանում ենք, որ միայն պայքարը կարող է բերել հաջողության եւ մենք վստահ ենք որ Կրեմլի թուլացումով թուլանալու են նաեւ նրա համաճիկները Հայաստանում հետեւաբար մեր քաղաքական ուժը ավելի մեծ հնարավորություններ ունենալու այդ թվում նաեւ ազատազրկվածները պիտի արժանավորեն ազատ արձակվեն ամեն պարագայում մենք մշտական խորհրդակցություններ ենք անցկացնում փառք Աստծո այսօր արցանց հնարավորությունները հնարավորինս փակ ասենք համակարգերով դա անում են քննարկում ենք ամեն մի պատկերացրեք ամեն մի հայտարարություն ամեն մի բառ ամեն մի քայլ շատ բաներ դուք տեսնում եք որ արվում են բայց շատ բաներ բնականաբար առայժմ անտեսանելի են եւ շատ բաներ կա որ մենք քննարկում ենք բայց հետո որոշում ենք որ առայժմ պետք չէ քայլեր ձեռնարկել, ուրիշ ավելի հարմար ժամանակի ենք թողում։ Այսինքն ընթացիկ աշխատանք է, եթե ոչ ամենօրյա, այսպես ասած, ռեժիմով մեզ համար, այնտեղ շատ Երևանում շատ հաճախ են հանդիպում, որտեղ ամեն ինչ չի որ կարելի առցանց քննարկել, մենք գոնե շաբաթական 1-2 առցանց ընդհանուր քննարկում անում ենք եւ քննարկում ենք եւ իրավիճակը եւ քայլերը, ել չասեմ մենք մշտապես իրար փոխանցում ենք մեր ձեռք բերած տարբեր տեղեկությունները
որոնք կարող են օգնել ճիշտ քաղաքական գիծ մշակելու համար։ Շնորհակալություն պարոն Պապյան, ժամանակը աննկատ մոտեցավ իր ավարտին, ուղղակի իրազեկեմ, դուք էլ տեղյակ լինեք եւ մեր հանրությունն էլ տեղյակ լինի, այսպիսի մի որոշում կայացրեցինք այստեղ ԱԺԲ-ի աջակիցներով, խորհրդի անդամներով, հուլիսի 17-ին բոլորը գիտեն Սասնա Ծռերի տարելիցն է այդ ՊՊՑ գնդի գրավման եւ այդ օրը մենք ուզում ենք նախաձեռնել այսպիսի ծրագիր ունենք դրամահավաք ի աջակցություն Սասնա Ծռերին եւ ազգային ժողովրդավարական բևեռին։ Իհարկե ծանոթությունը կլինի, բայց ուզում եմ ասեմ այդպիսի որոշում կայացված է եւ մինչև հուլիսի 17-ը ժամանակ կա, բայց մի կողմից փորձենք իրազեկել ժողովրդին եւ իրոք այս դրամահավաքը պետք է ի նպաստ մեր ազգանվեր որդիներին աշխատի։ Կրկին առողջություն Վարուժան Ավետիսյանին, ազատություն բոլոր Սասնա Ծռերին, փոխանցեք մեր բոլորի ողջույնները եւ իրենց աջակիցները անկոտրուն են այստեղ եւ կարծում եմ Հայաստանում եւ հույս ունենանք, որ մեր պայքարը իր արդյունքը կտա։ Շնորհակալություն ձեզ պարոն Պապյան այս ուշ ժամին մեր հետ լինելու։ Հնարավորության դեպքում կրկին կլինենք եթերում եւ կլսենք ձեր գերազանց վերլուծականները եւ ձեր բացատրությունները։ Շնորհակալություն ձեզ հնարավորության համար։ Ձեզ շնորհակալություն, այսպիսով հարգելի հեռուստադիտողներ, ավարտենք այսօրվա հաղորդաշարը եւ հետևեք մեր AMJ կայանին, Facebook-յան էջերին, հետևեք ազգային ժողովրդավարական բևեռի գործողություններին։ Ստեյսուն ձեզ բարի գիշեր, մնաք բարով։